Գրականության այս ժամին մենք ուսումնասիրելու ենք Տերյանի քննադատությունը։ Իհարկե մենք անցել ենք գարնանամուտ եւ տխրություն բանաստեղծությունները։ Այսօր մենք կատարելու ենք առաջադրանքներ այդ բանաստեղծություններից, որպես դասի նպատակ վերլուծել Վահան Տերյանի տխրություն եւ գարնանամուտ բանաստեղծությունների պատկերային համակարգը եւ տրամադրության անցումները, բացահայտել հեղինակի հոգեվիճակի փոփոխությունը մենության եւ տխրության զգացողությունից դեպի կյանքի վերածնունդ եւ սեր, ճանաչել տերյանական լեզվի առանձնահատկությունները։ Ուրեմն այսօր մենք լինելու ենք Տերյանի հետ, մենք լինելու ենք ընթերցողներ, նորարարներ, քննադատներ, ինչպես նաև, այսինքն ավելի շատ ուսումնասիրելու ենք Տերյանի խոսքը, որը ասվել է մեկ դար առաջ եւ կապելու ենք այսօրվա իրականության հետ։ Հիմա այստեղ ունենք երկու նկար։ Ինչը անձրևոտ եղանակ է, երկրորդը ուրախ պայծառային տրամադրություն։ Հիմա պահանջը կարդա, Սաշա։ Եթե այս պատկերները լինեին մարդու հոգեվիճակներ, ինչ կպատմեին դրանք։ Հիմա բոլորը մտածում եք, տեսանելի է, չէ՞, բոլորիդ համար երեխեք։ Բոլորը մտածում եք մեկ երկու րոպե եւ ձեր կարծիքը արտահայտում եք։ Անձրևոտ եղանակ է եւ գարնանային ուրախ տրամադրություն։ Ասեք։ Առաջին նկարում տեսնում եմ տխրություն, կոտրված սիրտ, նկարում ոնց որ ինքը իրեն մենակ զգա, իրեն մենակ զգա, անձրևն է, ինձ թվում է արցունքներն են, որ լացում են։ Տվյալ մարդը լացում է, շատ լավ պատկերակ այն։ Իսկ երկրորդ նկարի մասին ինչ կասեք։ Որ կյանքի սկիզբ։ Ինչպես։ Որ կյանքի սկիզբ։ Լավ, ուրիշ տարբերակ։ Գարուն։ Հետո։ Այ գարուն ասելով ինչ եք հասկանում երեխեք ջան։ Հիմա էլ է չէ գարուն։ Եվ ինչ փոփոխություն կա ձեր մեջ։ Ձեր հոգում։ Ավելի տրամադրությունը բարձրանում է, ոնց որ ձմեռից հետո որ գարունը բացվում է, ավելի մեր հոգին գեղեցկանում է։ Ապրես, համաձայն է, երկու նկարներ տեսնում ես, եւ անձրևոտ եղանակ է, եւ արևոտ գարնանային պայծառ ուրախ եղանակ։ Քեզ մոտ ո՞րն է հոգեհարազատ, ինչ տրամադրություն է քեզ մոտ առաջանում։ Դե առաջին ավելի հոգեհարազատ է։ Առաջինը ո՞րն է, անձրևոտ պատկերը։ Անձրևը չէ, բայց էլի տխուր։ հա, սիրում եմ։ Այդ որ ծաղկել ամեն ինչն է, դա սիրում ուղղակի այնց մի քիչ։ Ոնց որ Նայած տրամադրության, նայած տրամադրության։ Ինձ ավելի հոգեհարազատ է անձրևոտ եղանակը, ես սիրում եմ ավելի շատ անձրևոտ եղանակները մենակ մնալը, մենակ քայլելը, ինձ ավելի շատ հոգեհարազատ է։ Հոգեհարազատ է անձրևոտ պատկերը, իսկ անձրևոտ եղանակի ինչով եք զբաղվում։ տանը քնած Գիրք եք կարդում, քնում ես, Վանուհի դու ինչ ես անում։ Անձրևոտ եղանակի ինչով ես զբաղվում։ Բարձր ասա, գիրք ես կարդում։ Լավ։ Այսինքն անձրևոտ պատկերը իր հետ բերում է տխրություն։ Կարող եք այսպես եզրակացնել։ Մենություն, տխրություն, այսինքն ավելի շատ ձգտում եք մենության, տխրության եւ այլն։ Իսկ գարնանային, այսպես պայծառ, արևոտ, ծաղկաշատ եղանակին ուզում եք դուրս գալ, չէ՞։ Եվ մեր հոգին նույնպես, ինչպես։ Այո, մեր հոգին նույնպես ինչ է անում, ծաղկում է, ինչպես ծաղիկները, ծառերը։ Եթե անձրևը չէ, դեռ կապակի ոչ։ Չէ, բայց Մի տեսակներից, որ ասենք եղանակը տաք խալինում, ու ասենք ինչ որ խոնավ տեղ են տանում, կամ ասենք հովում եղարվոր սրեն են որ ասում են շվակում։ Լավ, հիմա եկեք խմբերի բաժանվենք, երեխաներ, ձեզ բաժանել եմ ստեղծագործական աշխատանքներ յուրաքանչյուր խմբի, պետք է կարդաք պահանջը եւ պահանջին համապատասխան սկսեք աշխատել։ Աշխատանքի համար նախատեսել եք 10 րոպե։ Հիմա բարձրաձայն կարդացեք ձեր պահանջները, առաջին փոփ կարդաք պահանջը։ Առաջին պահանջը ստեղծել երգեր այդ բանաստեղծություններով, որ բանաստեղծություններով
Տխրություն կամ քանդելապ։ Երկուսով էլ պետք է ստեղծեք եւ տխրություն եւ գարնանամուտ բանաստեղծություններով։ Իսկ երկրորդը համեմատ է տխրություն եւ գարնանամուտ բանաստեղծությունների գունային գաման եւ տրամադրությունը։ Ինչպես է փոխվում հեղինակի տրամադրությունը։ Այո, գրավոր ներկայացում եք երեխեք ջան, ձեր պահանջը ինչ է։ Գարնանամուտ եւ տխրություն բանաստեղծությունների համար ստեղծել պատկերներ։ Ստեղծել պատկերներ AI գործիքով։ Այո, արհեստական բանականության միջոցով պետք է ստեղծել պատկերներ։ Մյուսը, Գրել նամակ Տերյանին 21-րդ տարից։ այո, շատ լավ առաջադրանք։ Հիմա սկսեք աշխատել ձեզ 10 րոպե ժամանակ երեխեք ջան։ Ստացվում է երեխեք։ Հիմա նկարները փոխացեք ինձ, որպեսզի արդեն համակարգչի տեսնենք, ուրեմն տեսեք, երկրորդ խումբ, ուշադիր լսում եք առաջին խմբի աշխատանքը, քանի որ վերջում գնահատելու եք իրար, ընթացքում պետք է ուշադիր լսեք, որպեսզի կատարեք փոխադարձ գնահատում։ Հիմա փոխադարձ գնահատման թերթիկները վերցրեք եւ կետերին ուշադրություն դարձրեք, վերջում մեր նախադասությամբ պետք է գնահատեք առաջին խմբի աշխատանքը։ Դուք էլ վերցրեք ձեզ մոտ պահեք, որպեսզի դուք էլ գնահատեք երկրորդ խմբի աշխատանքը։ Ուշադիր։ Հիմա լսում ենք երաժշտությունը, պատրաստած առաջին խմբի, գարնանամուտ եւ տխրություն բանաստեղծություններ։ Տեսնեք ինչպես են ստեղծել։ Լսենք։ Մի քիչ բարձրացում անում։ Անշուք, անտես, անկայ Քնքուշ մութի թևի պես Շոյեցիր ծաղկած դաշտը Կիստվեր անցավ մեմորեն Թփեր նորորեց քան
Բաժամի լրության Ժպտում են նորից, անտառ ու ձորակ, ջուղել ես նորից, դաշտ անտառուներ, գարնամետեղ, կյանք ես վարել։ Կապտես։ Հիմա մեր երկրորդ պահանջը որ Սաշա կարդատեսնեմ ինչ է ստեղծել։ Կրթության համար գրել եմ մռայլ և սառը գույներ, այսինքն գերակշռում են երեկոյան մշուշը, դժգույն երկինքը և գորշ երանգները, պատկերները աղոտ են, կարծես մառախուղի մեջ կորած։ Այնտեղ երևում էր բանաստեղծության մեջ, որ հեղինակը արտահայտում էր իր հույզերը։ Իր հույզերը, մոտորումները, Գարնանամուտում ես տեսնում եի վառ և լուսավոր գույներ, այստեղ հայտնվում են ոսկե ղրբաններ, հրել են խաղ, պայծառ աչքեր, արտահայտությունները, այստեղ գույները կենդանի են և ճարագայթող։ Հաջորդը պետք է համեմատեին տրամադրությունը։ Երկու բանաստեղծությունների տրամադրությունը, գարնանային տրամադրությունը և թավծով տվող տրամադրությունը։ Տխրության տրամադրությունը, այստեղ տիրում է մելակության թաց և անելանելիության զգացումը։ Հեղինակը կարծես ձուլված է աշնանային կամ երեկոյան լռությանը։ Տրամադրությունը պասիվ է, ներամփով և երազքով, հրաժեշտի երանգներով։ Գարնանամուտում սա հոգու զարթոնքի, հիասմունքի և հաղթանակի հիմն է։ Տրամադրությունը բարձր է, էներգետիկ և պարյունավորանք։ Հեղինակը չի թաքցնում իր հույզերը, և դա երևում է այս ծովերում, ես չեմ թաքցնում իմ հույզերը։ Երրորդը, պետք է փոփոխության կտրուկ տրամադրություն ներկայացնի։ Փոփոխությունը կտրուկ է և արմատական, մութ ու լռակյաց գիշերից հետո բացվող պայծառ ու աղմուկով առավոտի պես, որտեղ տեխնությունը տեղի է տալիս կյանքի անդիմադիր ուժ։ Իսկ քո կարդացածը եկեք կարմենք մերօրյա իրականության հետ, դա մեզ հետ, ինչու ոչ։ Դուք ձեզ մոտ լինում են այնպիսի պահեր, որ տխուր եք լինում և մտածում եք, որ վերջ, աշխարհի վերջն է և անելանելի վիճակում եք գտնվում։ Կան այնպիսի պահեր երեխեք ջան։ Ոչ։ Վանուհի, դե ասա, ինչպես է դրսևորվում քեզ մոտ այդ զգացողությունը։ Բարձր խոսի։ Շատ մենակ եմ զգում ինձ, ու զգում եմ, որ աշխարհի վերջն է։ Բայց աշխարհի վերջը գալիս է։ Չէ, այսինքն յուրաքանչյուր փակված դռանը բացվել կա եւ երբեք չհուսահատվես։ Եղավ։ Լավ։ Անուշ դու ինչ կասես։ Քեզ մոտ եղել են այդպիսի պահեր։ Ոչ, շատ լավ է։ Այսինքն դու տրամադրված ես դեպի լավը։ Հիմա դուք պետք է օգնեք ձեր ընկերուհուն, դասընկերուհուն, որպեսզի ինքն էլ այդպես տրամադրվի եւ չմտածի, որ վերջ, աշխարհի վերջը եկել է եւ ամեն ինչ վերջանում է։ Բանուհի, այդպես էլ չմտածես։ Եղավ, յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը։ Լավ։ Իհարկե գնահատումը կատարենք վերջում, հիմա տեսնենք ձեր աշխատանքը, ուշադիր լսեք առաջին փուն, տեսնենք երկրորդ փունում ինչ է ստեղծագործել, ձեր պահանջը որն էր։ Նարե։ Գարնանամուտ և տխրություն բանաստեղծությունների համար ստեղծել պատկերներ դա գործիքով։ Արհեստական բանականություն գործիքով։ Եկեք տեսեք։ Գարնանամուտ։ Սա գարնանամուտ բանաստեղծությունն է, իսկ ես մեկը։ Ինչ պատկեր եք ստեղծել։ Գարնանային ուրախ տրամադրություն։ Իսկ տխրություն որ է։ Մենք որոշել ենք, որ պետք է տխուր չլինենք և դրա համար չենք ստեղծել դրանով։ Միշտ ուրախ էլի։ Միշտ ուրախ տրամադրություն։ Տրամաբանական մոտեցում է։ Շատ լավ է, շատ լավ է։ Այսինքն ընտրում եք ոչ թե տխրությունը, այլ ուրախությունը։ Շատ ապրեք, տեսեք բոլորը։ Ուշադիր կլինենք, որպեսզի գնահատեք։ Հիմա երկրորդ պահանջը, նստեք ու լսեք։ Երկրորդ պահանջը գրել նամակերյանին 21-րդ տարից։ Այո։ Նարեկ ջան, կարդատեսնեմ։ Մերօրյա իրականությունը մի բարդ ու անընդհատ փոփոխվող լաբիրինթոս է, որտեղ մենք
ճանապարհը։ Տերյանի տագնապը, որը իջնում էր 1 դար առաջ, այսօր առավել քան արդիական է թվում, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արժեքները վերածվում են, իսկ մշակույթն ու լեզուն բախվում են գլոբալացման հզոր ալիքների։ Մեր լեզուն, որը պոետն անվանում են արքայական, այսօր մեր ինքնության ամենամուր հենարանն է, և մեր պարտն է թույլ չտալ, որ այն դառնա նոր անցյալի մասում։ Եթե այսօր ես կապ հաստատեցի Տերյանի հետ, ես կասեի, որ այո, այսօր էլ կան այդ տագնապները, պարոն Տերյան։ Այո, համաձայնեք այս մտքի հետ առաջին խորը։ Այսօր էլ կան այդ տագնապները, այդ մտածմունքները, չէ՞ որ բոլորը ունեն իրենց մտածմունքները, այդպես է թե ոչ։ Կան հոգեբան երեխեք չէ։ Ոչ, չկա։ Եվ ինչ կասեք, ինչ կավելացնեք։ Ինչ կավելացնեք։ Բարձրացա։ Միշտ էլ կլինի այդ տագնապը, որ ունեցել է Տերյանը, կապված հայրենիքի կորստի և հայրենիքի սարկած պատեր, մանավանդ մեր սերունդը հիմա լավ է հասկանում հայրենիքի արժեքը և ավելի լավ է գնահատում այն, քան այն ժամանակ։ Իսկ ինչից է երևում, որ այս ժամանակ հիմա ավելի լավ է գնահատում, քան այն ժամանակ։ Ուսուցիչները ավելի շատ են հայրենասիրություն սերմանում, քան այն ժամանակ։ Լավ, ինչ կավելացնեք, դա քո կարծիքն է, ինչ կավելացնեք, Սաշա։ Համաձայնես մաների մտքի հետ, թե ոչ։ Մաների մտքի հետ համաձայն եմ, բայց կարելի ասել, որ ոչ միայն հիմա է Տերյանի տագնապը տիրում, այլ տիրելու է մինչև կարելի ասած դարեր շարունակ, որովհետև ամեն ինչ որ հանգամանք լինելու է, որպեսզի առաջանա տվյալ տագնապը։ Դա կլինի թե արտաքին, թե ներքին։ Ներքինից, որ կարող են լինել հայրենիքի դավաճաններ։ Ներքինից, որ կարող են լինել։ Լավ, համաձայնեք, ավելացնելու ինչ որ կետ ունեք, երկրորդ խորը դուք։ Ոչ ամեն ինչի։ Ինչպես։ Իսկ իմ կարծիքով, անդամների կարծիքով չնայած, սովորաբար ոչ, իրենք ամեն ինչ գերազան։ Հիմա եկեք կատարենք փոխադարձ գնահատում։ Տեսնենք ինչպես է մեկը մյուսին գնահատում։ Երկրորդ խումբ, ինչ կասեք առաջին խմբի աշխատանքի մասին։ Արդյոք խմբի բոլոր անդամները ներգրավված են և լսում են միմյանց կարծիքը։ Չորս միավոր, լավ է եղել ակտիվություն, բայց կան փոքրիկ վաստույթներ։ Որքանով ճիշտ և արդյունավետ օգտագործվեցին Տերյանի տեքստը կամ թվային գործիքները։ 4 միավոր, արդյոք մոտեցումը նորարարական էր, օրինակ հետաքրքիր ստատուսներ, պատկերներ կամ նոր լուծումներ 5 միավոր, գերազանց, բոլորը մասնակցել են, աշխատանքը լիարժեք է։ Արդյոք խումբը կարողացավ տեղավորվել սահմանված ժամանակում և ամբողջացնել առաջադրանքը 5 միավոր, առավելագույնը 20 միավոր, 10-ը 20-ից։ Այսինքն մեկ նախադասության պահովի, ինչպես կգնահատեք առաջին 10-ը 20-ից։ Այսինքն լավ աշխատեցին։ Հա, լավ է, հետաքրքիր էր շատ։ Հետաքրքիր էր, երգը, նաև դե տխրության մասն է, բնականաբար տխրություն կլինի։ Լավ։ Առաջին խումբ գնահատեք երկրորդ խմբին, հիմնականում աշխատեք մի 2-3 նախադասությամբ այսպես ամփոփ ներկայացնել։ Համագործակցությունը 4 միավոր, տեղեկատվական հմտությունները 5, ստեղծարարությունը 5 և ժամանակի կառավարումը 4, ընդհանուր միավորները 20 են, վաստակել են 18-ը 20-ից։ Աշխատակցություններ եկել, լավ են աշխատել, համագործակցությունը եղել է և նորարարական տերմինները պահպանվել են։ Նորարարական ինչ են Տերմինները պահպանվել են։ Իսկ ստեղծած պատկերները ձեզ դուր են եկել առաջ։ Հավանեցիք, շատ լավ է։ Հիմա նշեք ապրեք երեխեք ջան, շատ լավ աշխատեցիք եւ երաժշտության ապահովում, եւ պատկերների ապահովում տարբեր, շատ լավ էր ապրեք։ Հիմա նշեք տղային աշխատանքը։ Տերյանը մեր օրերում։ Այսինքն, ինչի մասին կգրեր Տերյանը
եթե ապրեր մեր իրականության մեջ, ինչի մասին կգրեր։ 44-օրյա պատերազմի։ Արցախի մասին։ Ահա, նույն դրամաբանությամբ, սիրո մասին կգրեր, թե ոչ։ Դե յուրաքանչյուրը ձեր կարծիքը, երեխեք ջան, յուրաքանչյուրը ձեր կարծիքը գրում եք շարադրության մեջ։